բժիշկ խնդրում եմ ներկայացրեք, քանի հիվանդ է տեղափոխվել ձեզ մոտ 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով եւ ինչպիսին է նրանց վիճակը այս պահին։ Վթարի հետևանքով մեզ մոտ տեղափոխվել է 3 հիվանդ, մեկ 3 տարեկան, 4 տարեկան երեխաներ եւ 12 տարեկան։ 3 եւ 4 տարեկան երեխաները ընդունարանում հետազոտվել են, կատարվել է համապատասխան հետազոտություններ, պաթոլոգիական վիճակ չի հայտնաբերվել եւ տուն են ուղարկվել։ Իսկ 12 տարեկան Գևորգի մոտ ընդունվել է վերակենդանացման բաժանում, ուներ ցավային սինդրոմ, սկզբից ընդունվել է համալսարանական հիվանդանոց առաջին, որտեղ կատարվել է սոնոգրաֆիա որովայնի խոռոչի եւ ձախ ուսագլխի ռենտգենոգրաֆիա երկու պրոյեկցիայով։ Պաթոլոգիական շեղումներ չի հայտնաբերվել։ Որպես տրավմա ուղարկվել է մեզ մոտ ԿՏ հետազոտության համար, կատարվել է ԿՏ հետազոտություն, առանձնակի շեղումներ չի հայտնաբերվել, այժմ երեխան տեղափոխվել է նեյրովիրաբուժական բաժանմունքով, վիճակը կարելի ասել բավարար է։ Այսինքն նա այսօրվա ընթացքում դուրս կգրվի, թե այնուամենայնիվ կարող է այսօր մնալ հսկողության տակ, առավոտյան արդեն կտեսնենք։ Նորից կրկնակի հետազոտություններ կարվի, սոնոգրաֆիա եւ նոր կտեսնենք։ Համապատասխան մասնագետների կոնսուլտացիա արվել տրավմատոլոգի, վիրաբույժի եւ նեյրովիրաբույժի։ Երեխաները շոկային վիճակում էին, վախեցած էին։ Կարելի ասել չէ, շոկային վիճակ չկար մտնել, որովհետեւ այս երեխան ընդունվել էր առաջի համալսարանական հիվանդանոց, այնտեղ երևի մի քանի ժամ մնացել էր, հետազոտություններ էին արել, գիտակցությամբ տեղափոխվել են մեզ մոտ։ Ձեր տվյալներով այլ հիվանդանոցներ եւս Ճիշտ ասած տեղյակ չեմ ես, զբաղված ենք շատ հիվանդներ ունենք մենք։ Հավանաբար ասենք մի 8-10 հոգի վիրավորներ են եղել տեղափոխվել։